Լույս առավոտին շարունակվում է, ողջունում ենք մեր հեռուստադիտողին եւ բոլորին, ովքեր հենց այս պահին են մեզ միացել։ Շատ կարեւոր նաեւ կոչ եմ անում ծնողներին ավելի շատ միանալ մեզ, փոքրիկները դե մանկապարտեզանով դպրոց են, ծնողներ ջան, թողեք բոլոր գործերը մի 15 րոպե խնդրում եմ ժամանակ հատկացրեք մեզ։ Մենք այսօր մի տեսակ ավելի շատ ենք անդրադարձել գրքերին, գրքասերներին, ժամանակակից գրողներին ու փետրվարի 7-ին, 8-ին տեղի ունեցավ Հայկ Աջապահյանի Վերջին ճանապարհը գրքի շնորհանդես։ Այս եւ հայրենակի մյուս գրքերի մասին, ժամանակակից մանկական գրականության եւ ընթերցանության մասին խոսենք մեր հյուրի հետ, իսկ մեր հյուրն է գրող հրատարակիչ գործարար Հայկ Աջապահյանը։ Բարի լույս, բարի առավոտ։ Ինչպե՞ս եք։ Լույս առավոտի։ Բարև ձեզ, շնորհակալ եմ, որ հրավիրել եք ձեզ մոտ։ Շատ լավ եմ, որ գրքերից ենք խոսելու, ավելի լավ եմ։ Մենք միշտ կոչ ենք անում ընթերցել ու կան շատ նախագծեր, դրանց մասին մի փոքր ավելի ուշ կխոսենք, որ շատ երեխաների, նաև իմ երեխաների մոտ էլ ավելի մեծ ցանկություն արտնացրեցին գիրք կարդալու հանդեպ, խոսքը գնում է Ալենի բարեգործական դրամի այն ֆանտաստիկ նախագծի, որ արդեն այս տարի 3-րդ անգամն է անցկացվելու, Կորիզի եւ հենց Ալենի ընկեր բարեգործական հիմնադրամի, դրա մասին մի փոքր ավելի ուշ կխոսենք։ Հիմա սկսենք ինչից, հա, դուք միշտ ձեր գրքերով փորձում եք սովորեցնել երեխաներին պատմական փաստեր։ Նաև ես ինչի վրա եմ միշտ զարմացել, որ կան ֆանտաստիկ համաշխարհային դեմքեր, սկսած Դա Վինչի, Վան Գոգ ու շատ Շեքսպիր, որոնք կարծես թե, եթե ես սխալվում եմ, ներողություն եմ խնդրում, իրենց մասին շատ են խոսում, իրենց PR-ով զբաղվում են, իրենց շատ են գովազդում ու իրենց մասին շատ բան գիտեն։ Մենք ունենք Մինաս Ավետիսյան, Սարյան, որոնց գովազդով, այսպես ասած, հա, չենք զբաղվում ու հետո պահանջում ենք երեխաներից, ինչու չգիտես կամ ինչու չգիտես այս կամ այն ֆանտաստիկ մեր գրողներից, մեր մեծանուն հայերից ինչ-որ մեկին։ Դա այդպես է, թե ես ամբողջությամբ սխալ եմ։ Չէ, դուք միանշանակ ճիշտ եք, դուք միանգամից կապակեն ամենացավոտ կողմին, որը մենք ունենք, մեր հայտնիների PR-ը լավ արված չի։ Թող ոչ մեկ չնեղանա իրանցից, իհարկե կամ իրանց բարեկամներից, բայց ամեն ինչը այսօր պիտի PR-վի եւ շատ ճիշտ ասացիք, նույն Վան Գոգի PR-ը նենց է արվել, որ բոլորս իրեն ճանաչում ենք, երեխաներս, իմ աղջիկները 7-8 տարեկան արդեն գիտեն ով է Վան Գոգը։ Բայց նույն Սարյանին պետք է ավելի լավ PR անել։ Միանշանակ ինքը հայտնի է, բայց երեխաներին դեռ այդքան հայտնի չի, ինչքան ցանկալի էր, ու հենց գրքերում ես փորձում եմ դա անեմ, որ ասեցիք, ինձ թվաց կարդացել եք նաև գիրքը։ Առաջին մասը մի քիչ հեռվից գամ, որ պատկերացնենք, հա։ Լույս տեսավ 2024 թվականին, իմ առաջի գիրքն էր, ճիշտ ասած ինքը ավելի շուտ էր պատրաստ, բայց ինձ անդադ վախենում է հրատարակել, որովհետև կար այդ ժամանակակից գրող լինելու վախը, սիրեն, չեն սիրի, բացի դա իմ պապիկը Գրիգոր Քեշյանը սովետի ժամանակ հայտնի գրող ա եղել ու այդ համեմատվելու վախն էր իրականում շատ մեծ։ Ու ասեմ ինչի ես գրեցի այս գիրքը, ես փորձում էի շփվել իմ աղջիկների հետ հենց այդ հայտնիների թեմայով, այսինքն ում գիտեք, ում խոսքերն եք ճանաչում։ Եվ եթե ունեք երեխաներ, կիմանաք, որ մամայի, պապայի խոսքը տենց մեծ կարծիք չունի, էլի իր համար հերոսի խոսքը, Մարվելի հերոսի խոսքը, միգուցե իրանց դպրոցի ինչ-որ հայտնի երեխայի խոսքը ավելի կարևոր է։ Եվ գիրքը էքսպերիմենտ էր իմ աղջիկների հետ շփվելու, այնտեղ Անի եւ Դավիթը գլխավոր հերոսները գնում են անցյալ եւ հանդիպում են Տիգրան Մեծին, իրենց հերոսին, որտեղ մի 10 րոպե իր հետ զրուցում են եւ պատին տեսնում են Մեծ Հայքի քարտեզը եւ փոքրը Դավիթը ասես մի քիչ նեղվում է, ասում է, բայց գիտես Տիգրան Մեծ, հիմա Հայաստանը շատ փոքր է ու այս քո ամբողջ փառքը մենք կորցրել ենք, էլի, ոնց է լինում եւ Տիգրան Մեծը իրան պատասխանում որ ասում է նայ հարևան երկրներին, որ երկրներն ես տեսնում ձեր քարտեզի վրա, ասում է ոչ մեկը, տես ասում եմ մենք 2000 տարի եկել ենք ու դեռ կանք ու դեռ կլինենք։ Այդ խոսակցությունից հետո գիրքը լույս է տեսնում, արդեն շնորհանդես է լինում, մի 20 օր հետո խոհանոցում նստած աղջիկս այդ միտքը ինձ ասում է, վայ, ասում եմ արևս, բա ո՞նց իմացար։ Ոնց, ասում է, Տիգրան Մեծն էր ասել։ Ու ես հասկացա, որ էքսպերիմենտը հաջողեց, այսինքն մենք համ հայտնի ենք դարձնում իրանց համար Տիգրան Մեծին, համ Տիգրան Մեծի խոսքը իրանց համար կարևոր է դառնում։ Ու դրանից հետո արդեն եկավ շարքը մինչև ձեր նշած Վերջին ճանապարհը։ Որպես հրատարակիչ, որն է ամենամեծ մարտահրավերը, բովանդակությունը, շուկան, թե հոգեբանական ընթերցողի հոգեբանությունը ավելի ճիշտ է։ Երևի թե ավելի շատ շուկան, որովհետև
այսօր ոնց որ խոսում ենք նկարիչների, գրողների մասին, ամեն ինչը PR-ից է։ Շատ գրքեր դրսում հայտնի դառնալով միանգամից տեղ դառնում են պահանջված, այսինքն դու դեռ չես հասցրել իրան թարգմանես, ինքը ենթադրենք միայն անգլերեն է, բայց շուկան արդեն իրան պահանջում է։ Եվ կան շատ լավ գրողներ, որոնք ոչ այդքան հայտնի են, բայց օրինակ հոգեբանության գրքեր են գրում, իրաց պահանջարկը չկա։ Այսինքն դու կարաս ինչ-որ գիրք կարդաս, հրատարակես, քո ճաշակով, բայց իրան չգնեն, որտեվ ինքը այդ գիրքը հայտնի չէր, այդ գիրքը միայն քո ճաշակով էր, չնայած ինքը շատ բարձր որակի գիրք էր, հենց որ ամենամեծ մարտահրավերը այն է, որ դու կարողանաս հրատարակել եւ այդ գիրքը պետք լինի ընթերցողին։ Կամ նենց գովազդես, որ ընթերցողը փորձի կարդա իրան դուր գա։ Իսկ ըստ ձեզ գիրքը կարող է փոխել մարդու ճակատագիրը, թե նա ուղղակի ուղղություն է տալիս։ Իմ կարծիքով հենց գիրքը կարա փոխի մարդու ճակատագիրը, առաջին տեղում հենց գիրքն է։ Իմ կյանքում եղել են շատ կարևոր գրքեր, որոնցից հետո ես վեր եմ կացել ու ասել եմ, այս ուզում եմ ես կողմ գնալ, չէ, ես այս կողմ եմ գնալու ու վստահաբար շատ բան փոխվել է իմ կյանքում դրանից հետո։ Շատ լավ ու կարևոր է, երբ որ մանկուց եմ մարդ մոտիկ գրքերին, շատ կարևոր է։ Ես ուզում եմ խոսենք կախարդական գրադարան գրքից, ինչու՞մն է ֆենոմենը, որ այս գիրքը երկրորդն ցույց տամ կանդրադարանի փոքրավելուց, կախարդական գրադարանը ամենավաճառվածն է, ամենապահանջվածն է, չէ՞, եթե չեմ սխալվում։ Ինչու՞մն է ֆենոմենը այս գրքի, որը տենց հետաքրքրվածություն առաջացրել երեխաների մոտ։ Քանի որ բացի գրող լինելուց ես նաև գործարարը, մի քիչ տիրապետում եմ շուկայի պահանջարկին։ Այդտեղ ես առավելություն ունեմ մի փոքր մնացած գրողների մոտ։ Ֆենոմենը նրանում է, որ կա երկու երեխա, աղջիկ եւ տղա, այսինքն ցանկացած ընթերցող երեխա իրեն կարա գտնի գրքի մեջ։ Երեխաները գնում են իրենց դպրոցի գրադարանը, բոլորը հաճախում են դպրոց, ունեն գրադարան եւ այնտեղ գտնում են կախարդական դուռ։ Բոլոր երեխաների երազանքը ու այդ դռնում իրանք են ընտրում ուր ճանապարհորդեն, այսինքն երկու երեխա ճանապարհորդում են առանց ծնողների, իրանց ուզած տեղերը, ու օրինակ վերեցի Տիգրան Մեծի մոտ, հետագայում շատ տարբեր տեղեր, ինձ թվում է հենց այդ երեխաներին իրենց տեսնելն է գրքի մեջ, իրանք կարդում են, պատկերացնում եք օրինակ Դավիթը, ինչքան Դավիթ է գալիս, որ այս գիրքը մակագրում եմ, ու իրանք ասում են, վայ, ես այդ Դավիթն եմ ասում, այսինքն գրքի մեջի Դավիթն եմ, այսինքն հենց այդտեղ եմ ես կպել երեխաների հոգում, որ իրենց դուր է եկել, որ իրենք կարող են ճանապարհորդել, գիրքը իրենց մասին է։ Վերջին ճանապարհը, որ ներկայացրեցիք ամսի 7-ին 8-ին Երևանում եւ Գյումրիում, ու ես տեսա, որ երեխաների մեծ հոսք կար, ինչը ողջունել էր ու ուրախալի է շատ, ու բացի այն, որ օրը շատ հագեցած, բացի այն, որ գիրքը ներկայացրեցիք, մակագրեցիք, շատ հետաքրքիր ու տպավորիչ օր են ունեցել երեխաները ձեր շնորհիվ, որովհետեւ սկսած նրանից, որ անակնկալ նվերներ են ունեցել հենց ձեր կողմից, մնաց նրան ունեցել են ֆոտոզոնաներ, շատ թույն ֆոտոներ ունեցել, նկարելու, երգելու ապարելու հնարավորություն են ունեցել, այսինքն շատ հագեցած սիրուն օր են ունեցել։ Այսինքն երեխաները գրավել են ոչ միայն գրքերով, այլ իրենց համար ստեղծվել է մի ֆանտաստիկ օր։ Այո, ամսի 7-ին կարամ վստահաբար ասեմ, որ տեղի ունեցավ Հայաստանի ներկա պատմության մեջ մանկական ամենամեծ շնորհանդեսը, մենք վերցրել էինք մոտ 600 հոգանոց սրահ, բայց այդ սրահը լրիվ լցվեց, գետնի երեխաներ էին նստած, հեռվում դրսում էլի երեխաներ էին կանգնած, բոլորը չկարողացան մտնել, ըստ հաշվարկի մենք ունեցանք 1000-ից ավելի եկած երեխա, ինչը մեր համար էր զարմանալի, իհարկե դե բոլորը գրքերը կարդացին, նկարվեցին, նաև տեղում մենք արեցինք գրքի շուկա եւ գիրք նվիրելու տոնից առաջ հատուկ զեղչով գներով դա կազմակերպեցինք եւ իհարկե ծնողներին դա դուր եկավ, որ իրանք կարան գան իրենց դասարանցիների համար, երեխայի դասարանցիների համար նվերների հարց լուծեն։ Հաջորդ օրը նույնը արեցին Գյումրիում եւ 300 երեխա եկավ Գյումրիի համար, դա շատ լուրջ ցուցանիշ է, իրականում երբեք երկու շնորհանդես չէին կարել հաջորդ օրը որ լիներ եւ այնտեղ ինձ մոտեցավ մի ուսուցչուհի ընկեր Նալբանդյանը վերջում ու շատ ուզիչ բան ասեց տղա ջան, ասում է ես ճիշտն ասած քո գրքերին ծանոթ չէի, ասում է դասարանի երեխաները ասեցին եկեք գնանք, որտեվ իրանք կարդացել էին։ Երկրաշարժից հետո Գյումրիում սենց միջոցառում չէր եղել, ես հուզվեցի, որտեղ ստացվեց, որ ինչ-որ լավ լուրջ բան եմ արել երեխաների համար, միգուցե չգիտակցելով նույնիսկ, որ դա այդքան կարևոր է, տենց բան են կազմակերպել, ոնց որ այսուհետ միայն առաջ եւ ավելի շատ տենց միջոցառումներ։ Իսկ մանկական գրականության մեջ այսօր ի՞նչն է պակասում Հայաստանում։
Ես չի ասի, որ ինչ-որ բան պակասում է, որտեվ շատ գրքեր են ներկայացված եւ խոսքը ոչ միայն հայ ժամանակակից գրողների մասն է, չնայած իրենք էլ են շատ, դրսից է գալիս գրականություն, օրինակի համար այսօր երեխաները սկսում են կամ կախարդական գրադարանով Հայաստանում գիրք կարդալ կամ Հարի Փոթերով, ինչի եմ ես այդ օրինակը բերում, չհամեմատվելով իհարկե Հարի Փոթերի պարքի հետ, այսինքն ցանկացած երեխա մանկական շուկայում, գրքերի շուկայում կգտնի իր ուզած գիրքը։ Կամ ոչինչ չի պակասում, ամեն բան, այսպես։ Իմ կարծիքով ինչ որ լուրջ պակաս բաներ չունենք, միգուցե ինչ որ մանրուքներ կան, որոնք պետք է լրացվեն, ես ավելի շատ կասեի, որ լավ կլիներ, որ ժամանակակից գրողները ավելի շատ ներկայացնեին իրենց գրքերը, ավելի հանրային դարձնեին, այսինքն ինքը չգրի եւ նստի սպասի, որ իրենք կճանաչեն իր գրքերը կտեսնեն, ոչ, մի քիչ զբաղվի իր գրքի PR-ով, որ երեխաները տեսնեն, լսեն իրենց դուր գա, սկսեն կարդալ, միգուցե դա է մի քիչ պակասում։ Ես կուզեմ խոսենք նաեւ քան ժամանակ ունենք իշխանական օրենքները գրքից, որովհետեւ ըստ իս յուրաքանչյուրիս տանը այդ գիրքը պետք է լինի, եթե կան երեխաներ, որովհետեւ գրքում կան 48 օրենքներ, հա, այսպես ասենք, որոնք պետք են յուրաքանչյուր երեխային եւ դեռահասին։ Այսօր ցավոք սրտի մեր երեխաները վստահ եմ յուրաքանչյուր երեխան անցել է այդ ամենով, որ եղել են ինչ-որ հարցեր կամ ինչ-որ իրավիճակներ, որոնք իրանք անցել են, բայց չգիտեն իրանք ճիշտ են արել թե սխալ ու չեն կիսվել մեր հետ, որովհետեւ գտել են, որ դա պետք չէ միգուցե կամ մտածել են, որ լավ, սպասենք, տեսնենք ինչ կլինի։ Սա նաև շատ լավ ուղեցույց կարծես թե լինի երեխաների համար։ Այդ գրքի գաղափարը ինչպես առաջացավ։ Կրկին ձեր երեխաները նպաստեցին այդ ամեն ինչին։ Դե իմ երեխաների ֆակտորը միշտ աշխատում է, որտեղ իրենք ամեն օր իմ կողքն են եւ ես խոսում տեսնում եմ ինչի կարիքն իրենք ունեն։ Գիրքը գրված է Ռոբերտ Գրինի իշխանության 48 օրենքները հիման վրա, այսինքն դա այդ գրքի ադապտացիան է երեխաներին։ Ռոբերտ Գրինի գիրքը աշխարհի ամենահայտնի գրքերից է եւ շատ մեծ դժվարությամբ է մեր հրատարակչությունը ձեռք բերել իրավունքը թարգմանելու հայերեն, որտեվ տենց մեծ գրողները, մեծ հրատարակչություններ իրենց համար հայկական շուկան շատ փոքր է ու երբ որ դու ինչ-որ թվեր ես իրենց ասում, իրենք հասկանում են, որ դա իրենց երկրի ինչ-որ մի քաղաքի չափ տիպ ես դու իրենց ասում ու կարող է նույնիսկ չուզեն, որ քո իրենց գիրքը թարգմանվի հայերեն։ Այսօր ձեռք բերելուց հետո, երբ որ մենք թարգմանեցինք, ես մինչև այդ ռուսերեն կարդացել էի, հասկանում եմ, որ շատ բաներ կա գրված, օրինակ համար շատ պարզ բան, քիչ խոսիր, շատ լսիր, որը որ մեր պապական եկած բառերն է, դա օրենքի ձևով ներկայացված է եւ իմ ադապտացիայում գրքի իշխանության 48 օրենքները երեխաների եւ ապագա հաղթողների համար այնպես վերջավորություն եմ տվել գրքին, բոլոր օրենքները հարմարեցվել են երեխաներին շատ պարզ օրինակների վրա։ Առաջինը պատմել եմ օրենքը, ոնց եմ ես իրեն տեսնում, որ երեխան կարա օգտագործի։ Երկրորդը օգտագործելով կախարդական գրադարանի հերոսներին, Անինին, Դավիթին, որոնք արդեն շատ սիրվել են երեխաների կողմից, դպրոցական օրինակ եմ բերել այդ օրվա դասամիջոցին կամ դասի ժամանակ ոնց է գործածվում այդ օրենքը, որ երեխան ոչ թե կարդա ասի, այս ինձ ինչին է պետք, ես այսօր կարամ օգտագործեմ։ Երրորդը վերջում ամեն օրենքի հարցեր են։ Այ ինչ ես դու արել այս թեմայով։ Ինչ օրինակ կարող ես բերել, որ դու արել ես այս բանը, բայց եթե սենց աներ ավելի լավ կստացվեր։ Արդյոք դու դա անալիզ ես արել եւ հասկացել ես ինքդ։ Եվ ամենօրյա վերջում մի ցիտատ եմ գրել այդ օրենքի հետ կապված, որը արդեն թարգմանվել է օրիգինալ գրքից, որ երեխան դրանով ամփոփի իր օրը։ Այսինքն 48 օրենքները մոտ 2 ամիս կարդալու գիրք է երեխայի համար, եթե ինքը օրը մի օրենք կարդա հասկանա, շատ ավելի մոտիվացված կգնա դպրոց եւ իմ կարծիքով շատ ավելի հեշտ կդասավորվի իր հետագա ընթացքը։ Ցավոք սրտի շատ ծնողներ ասում են, վայ մեր երեխան չի կարդում, դե տալիս ենք, ասում է, չէ, դե չեմ ուզում, չի կարդում։ Իմ կարծիքով չկա նման բան, այսինքն պետք է շատ ճիշտ գիրք տալ երեխային, ինչից պետք է սկսել, որովհետև դժվար 7-8 տարեկան երեխային ասած վերցու դաստայեցկի կարդա, որ դու հասկանաս ինչի մասին է խոսում, միանշանակ ոչ։ Օրինակ, ես նայում եմ երեխեքի հետաքրքրվածությունը գրքերի հանդեպ, ինչպես որ նշեցիք, առաջին հերթին իրենք նաև ֆիլմերից էլ մի քիչ ունեն դա, այցեր Հարի Փոթերը ֆանտաստիկ հերոս է, որ ինչ իրավիճակներում ասես հայտնվում է, ու իրենք ուզում են կարդան, տեսնեն, օրինակ մեծ աղջիկս ասում է, ես կարդում եմ, բայց գրքում ուրիշ բան եմ տեսնում, պապնայի, այստեղ սենց է, բայց կինոյում գիտես, չէ, սենց։ Դա արդեն մեծ իմ կարծիքով հաղթանակ է ու մեծ ձեռքբերում։ Այո։ Մի հատ ձեր փորձով կամ
ինչ աշխատող մեթոդ կա, խորհուրդ տվեք մեր ծնողներին, հեռուստատողին, որ հասկանան, որ TikTok թերթելը չի թույն, այլ գիրք կարդալն է թույն։ Ինչ անեն, լավ, ինչպես ընտրեն գիրքը։ Այնքան բան եմ ստեղ ասել, այս թեմայով էլի ցավոտ թեմաներից է։ Առաջինը դա սեփական օրինակով ինչ որ բան անելն է, այսինքն եթե այդ ծնողը ինքը չի կարդում, ինքը TikTok է թերթում ու պահանջում է երեխայից, ինչքանով արդյունավետ կլինի դա շատ դժվար է հասկանալ, ինչքան պետք է երեխան հասուն լինի, որ ինքը հասկանա, որ ոչ ինչ որ մաման կամ պապան TikTok-ա թերթում, եկեք ես գիրք կարդամ, դա առաջինը։ Երկրորդը իմ կարծիքով ոչ թե երեխաները չեն կարդում, այդ կարծրատիպ եք դնենք մի կողմ։ Ավելի շատ ծնողներն են խոսում նրա մասին, որ երեխաները չեն կարդում։ Չէ, այս ծերունդը շատ ավելի շատ է կարդում, քան նախորդ ծերունդը։ Դա միանշանակ ես արդեն 17 տարի գրքի վաճառքի մեջ եմ, գրքի աշխարհում եմ։ Մենք աճ ունենք, ինքն ձնագնդի էֆեկտով մեծանում է այդ աճը ամեն տարի գիրք նվիրելու տոնը շատ ավելի բուրն է տոնում, քան թե անցած տարի եւ դա ստատիստիկա է։ Ինչ վերաբերվում է ինչ գիրք տալ երեխային, այո դուք ճիշտ եք, ես հիմա չեմ ուզի ոչ մի վատ օրինակ բերեմ, որովհետեւ ինչ օրինակ էլ բերենք, դա ինչ որ մեկի գիրքն է, բայց երբ որ դու 7, 8, 9 տարեկան երեխային ըստ դպրոցական ծրագրի, որը որ գրվել է 50-60 տարի առաջ, տալիս է սենց հաստափոր սև գույնի գիրք, միանշանակ ինքը մեծ հաճույքով չի կարդա այդ գիրքը։ Միգուցե այդ գիրքը իմաստուն էլ տալ 10, 11, 12, 15 տարեկանում։ Դրա համար մենք հիմա ակտիվ պայքարում ենք դրա դեմ, հնարավորինս ավելի գունավոր, հետաքրքիր պերսոնաժներով իրենց մոտ գրքեր ենք հրատարակում եւ նաեւ կարամ ասեմ, որ այդտեղ մեզ օգնում են մեր ընկերները, որոնք որ դպրոցներում են աշխատում, որտեղ շատ դեպքերում կա ինչ-որ ծրագիր, որը պետք է դասատուն հանձնարարի եւ որոշ գրքեր ինքը իր հայեցողությամբ։ Այն հիմնական գրքերի վրա ես ազդել չեմ կարող, դա ինչ-որ պետական մակարդակով է արվում։ Բայց այն մնացածը հիմա դասատուները սենց գրքեր են հանձնարարում եւ հետո դասարան, այ այսօր ես ստեղից գնալու եմ մի դպրոց հանդիպման իմ ընթերցողի հետ ու շատ խիտ գրաֆիկ ունեմ ամեն օր 2-3 դպրոցով, որտեղ հանձնարարված էր երեխաները կարդացել են, ուզում են քննարկեն գրողի հետ, որտեղ կենթանի գրող տեսնելը իրենց համար մի տեսակ զարմանալի է, որտեղ հա որ գիրքը գրել է ու կենթանի է դեռ մի քիչ վախենալու է։ Ու այս գրքի վերջում կախարդական գրադարանը շատ հետաքրքիր է, որ Անին եւ Դավիթը հավատում են, որ իրենց ամենահամարձակ երազանքն անգամ կարող է իրականանալ, իսկապես ինձ թվում է, որ շատ կարևոր է, որ երեխաներին սովորեցնենք երազել, որ իրենք հավատան իրենց երազանքներին ու գնան առաջ։ Այո, նաև ուզում ցավոք սրտի պետք է ձեզ հրաժեշտ տանք, բայց վերջում ուզում եմ շատ արագ նաև ձեր շնորհակալություն հայտնել, որ ձեր ընկերության հրատարակած գրքերը, որոնք տեղ են գտել կորիզի եւ իմ ընկեր Ալենը նախագծում, տասական այդ գրքերից դուք ուղարկել եք մարզերի գրադարաններ, նվիրաբերել եք։ Ու երեխաները այդ մարզերում հնարավորություն ունեն այդ գրքերը վերցնելու, ստանալու, մասնակցելու այս կարևոր մրցույթին։ Մեր շատ սիրելի Տիկին Նազելի կողմից կազմակերպված, շնորհակալ ենք շատ, հուսում Նազիլ Տերտերյան, մենք կհյուրընկալենք այս ֆանտաստիկ նախագծի շուրջ, որը արդեն 3-րդ անգամ է անցկացվում ու արդեն 10,000 եւ ավել դիմորդներ են եղել։ Կարևոր նախագիծ է դա, ես համաձայն եմ, ինչքան երեխա սկսեց կարդալ այդ նախագծի շնորհիվ։ Շնորհակալ ենք շատ, մեր հյուրներ գրող, հրատարակիչ, գործարար Հայկ Աջապահյանը, շուտով վարկյաններ անց մեր հյուրը այստեղից կգնա եւ կհայտնվի դպրոցներից մեկում ու ես հուսով եմ, որ ձեզանից կվերցնեն շատ մեր ժամանակակից գրողների եւ այցելություններ կանեն դպրոց, որովհետեւ այդ շփումը, այդ կապը շատ կարեւոր է ու պետք է։ Շնորհակալ ենք շատ։ Շնորհակալ։ Ձեզ լավ օր, իսկ դուք մնացեք Կենտրոն հեռուստաընկերության հետ, կրկին բաղադրում կաշխատենք ես եւ Անահիտ Հակոբյան, ձեզ լավ օր։